Շատ լավ։ Ես նկատեցի, որ մարդիկ ավելի շատ նայում են այն վիդեոները, որ վերաբերում են զոդիակ նշաններին կամ ա, ամսվա, չգիտեմ, 1-2 շաբաթվա համար արված վիդեոներին բոլորի համար։ Դե, եթե դա է մարդկանց դուր գալիս, ես էլ ուրեմն այդպես էլ կանեմ։ Կանեն մի շաբաթվա համար, հաջորդ շաբաթ ապրիլի 26-ից մինչև մայիսի 2-ը։ Առանձին բոլոր նշանների համար գնայինք։ Առաջինը նայենք խոյերին։ Ինչ է սպասում խոյերին հաջորդ շաբաթ ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Մի կարտ անձնականի համար, մի կարտ աշխատանքի, ֆինանսների և մի կարտ էլ տեսնենք ինչ խորհուրդ կտան մեզ կարտերը։ Ինչ որ սիրով լեցուն են լինելու խոյերը, ինչ որ հետաքրքիր տեսնենք սիրային, այսինչ իրավիճակներ են լինելու։ Անձնական կյանքում տեսնում եմ սրտերի 9, ձիավորը արա գալիս է, ինչ որ նորություն, ինչ որ հետաքրքիր ինֆորմացիա է գալիս տուն, դե տուն ես ենթադրում եմ գալիս է տուն, ամեն դեպքում ձեզ համար, ձեզ է գալիս, ձեզ է վերաբերում։ Այստեղ ենթադրելով, որ տեսնում եմ սիրտ, դուք շատ կուրախանաք, ամենատեպս այդ ուրախությունից դրանից ելնելով կարող եմ ասել, անձնականում նաև կարող է լինել ինչ որ շարժ, արագացում։ Ձիու վրա տեսնում եք, հենց որը արագության մեջ է շարժվում է, այսինքն եթե անձնական կյանքում ինչ որ բան դանդաղել էր հարաբերություններում, դե հարաբերությունները հասկանում եք միայն կին-տղամարդ հարաբերությունների մասին չի խոսքը, անձնական կարող են լինել ցանկացած, չգիտեմ, նաև ընտանեկան հարաբերություններ, ընկերական հարաբերություններ եւ եթե ինչ որ ինֆորմացիա եք սպասում կստանաք, եթե ինչ որ անձնական հարաբերությունները կանգնած էին, կսկսեն առաջ շարժվել, ամեն դեպքում ես հաջողություն եմ տեսնում անձնական հարաբերություններում։ Աշխատանքում է սա շատ հզոր լավ կարտ է եւ հենց աշխատանքին էլ վերաբերում է։ Ինչ որ մեկը շատ հանգիստ վայելում է իր աշխատանքը, շատ իրեն հաճելի է, շատ այսպես տեսնում եք, շատ այսպես լիցքաթափված, շատ հանգիստ վիճակում արջը պարկած է։ Մարդիկ ովքեր ունեն արդեն պաշտոններ, լավ դիրք են զբաղեցնում աշխատանքում, ոչ մի խնդիր ճիշտն ասած չեմ տեսնում, շատ հանգիստ հույսով թեթև լավ շաբաթ է լինելու։ Դրանք, ովքեր աշխատանք էին փնտրում, այս կարտը հուշում է, որ կգտնեք աշխատանք։ Աշխատանքի հետ կապված ինչ որ առաջխաղացում, ինչ որ խոսակցություններ, այս շաբաթ հաջող կլինի, կարող եմ ասել խոյերի համար է սա կոնկրետ, եթե ուզում եք խոսել աշխատավարձի բարձրացման համար, ես չգիտեմ Հայաստանում այդպես հնարավոր է, դու ուզում ես պաշտոն բարձրացնել, գնաս ինչ որ մեկի հետ զրուցես, ուզես, ես չգիտեմ, դե այլ երկրներում, այո, Միացյալ Նահանգներում կարող է այդպես լինել, դու ունես ինչ որ ուզում ես ավելի շատ պատասխանատվություն, կարող ես գնալ շեֆիդ հետ եւ կոնկրետ զրուցել, ասել ավելի շատ եմ ուզում պատասխանատվություն, դրա հետ կարող եմ նաեւ ավելի բարձր պաշտոն ստանալ, ինչն էլ իր հետ բերում է ավելի շատ աշխատավարձ։ Այսինքն, եթե նման հարցեր կան, ուզում եք ձեր շեֆի հետ զրուցել, զրուցեք։ Այս շաբաթ կարող է լինել հաջող այդ իմաստով։ Ֆինանսների հետ ճիշտն ասած առայժմ չեմ տեսնում ոչ մի լավ բան։ Աշտարակը նշանակվում է, որ ձեր ֆինանսներն այս պահի դրությամբ այնքան էլ լավ վիճակում չեն։ Մյուս շաբաթ համենայն դեպս եթե ինչ որ գնումներ եք ուզում անել, գումար ծախսել, խորհուրդ կտամ մի շաբաթ խոյերին համենայն դեպս մի գնեք, սպասեք եւս մեկ շաբաթ։ Եթե գումարների եք սպասում խվեցնել, նշանակում է երևի թե գումարները կուշանան, այսինքն տնօրինեք ձեր ծախսերը ըստ հանգամանքների մյուս շաբաթ, հաշվի առնելով, որ գումարները կարող են մի քիչ ուշանալ, եւ եթե ինչ որ ներդրումներ անեք, կարող է էլի չեմ կարող ասել, որ չեք ստանա, բայց ավելի շուտ կարող եմ ասել, որ կուշանան։ Այնպես ֆինանսների հետ կապված հարցերը կլինեն ոչ այնպես, ինչպես որ դուք կուզենայիք, կպլանավորեիք։ Նորից եմ ասում, սա պարզապես մեկ շաբաթվա համար է, աշխատեք լուրջ ծախսեր չանել, ֆինանսական լուրջ աշխատանք, ինչպես ասեմ, գործարքները թողեք մի շաբաթ ավելի ուշ։
Սա լրացուցիչ կարտ ուղղակի օգնող, սա աշխատանքին է վերաբերում։ Խոչընդոտ աշխատանքի։ Ես քանի որ աշխատանքին վերաբերվեց, ես աշխատանքի կարտի հետ կկարողանամ կապել։ Հիշում եք, ասում եի, որ ինչ որ շատ հանգիստ լավ շաբաթ է լինելու։ Ես կարող եմ ասել, այս կարտը հուշում է, որ եթե ունեցել եք խնդիրներ, այս շաբաթ կկարողանաք հաղթահարել։ Եթե չեք կարողանում ինքներդ հաղթահարել, կարող եք գնալ ձեր շեֆի մոտ, ինչ որ մեկի մոտ, որը մի քիչ ավելի փորձառու է, գործից ավելի լավ է հասկանում եւ կկարողանա ձեզ օգնել, որովհետեւ ձեզ համար բավականին լավ էի տեսնում։ Եթե եղել են խոչընդոտներ, ելի եմ ասում, եթե ինչ-որ բան խոստացել են աշխատանքի հետ, այս շաբաթ կարող եք գնալ եւ զրուցել։ Բավականին լավ ժամանակահատված է։ Ես տեսեք չեմ ասում, հենց մի շաբաթ ամեն ինչ կլինի, ձեզ պաշտոն կտան, բարձր աշխատավարձ կտան, ոչ, բայց մյուս շաբաթվա ընթացքում կարող եք այդ հարցը բարձրացնել։ Եվ եթե խնդիր կար աշխատանքի հետ կապված, մի շաբաթ կարողանաք նույնիսկ ինչ որ մեկի միջոցով, մեկը որ ավելի պաշտոնով բարձր է, եմ ասում, ձեզնից ավելի փորձված է այս ասպարեզում, կկարողանա ձեզ օգնել։ Ես բավականին լավ եմ տեսնում, իսկ որովհետև ստվերում տեսա այս կարտը, ամենից լավ կարտը ճիշտն ասած անձնական հարաբերություններ, թրաճ աշխատանքի մեջ էլ խնդիրներ չտեսա, հակառակը տեսնում եմ խնդիրները լուծվում են, բայց ամենաշատը տեսա երևի այս։ Ես չեմ կարող ասել ինչ նորություն կգա ինչի հետ կապված, բայց դա ձեզ շատ կուրախացնի։ Եվ ես ընդհանուր տրամադրությունն տեսնում եմ, որ դուք բավականին լավ տրամադրության մեջ եք եւ ինչ որտեղ որոշ խոհեր կարող են լինել բավականին ռոմանտիկ տրամադրության մեջ։ Ես ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում մի շաբաթ։